Սա իմ տպավորություններն է, հենց այսպիսի ծառ ես տեսել եմ Գյումրիում։ Սա թռչուններ են, որոնք նստած են ծառի վրա, եւ ծառի այդ մասը լրիվ սև գույն էր։ Լինի քաղաքային միջավայրում, թե բնության գրկում Վաչագան Պողոսյանը տարիների ընթացքում իրեն տպավորած տեսարաններն ու զգացողությունները փոխանցել է կտավին եւ գույների թռիչք խորագրով անհատական ցուցահանդես բացել բնության պետական թանգարանում։ Այստեղ բոլոր նկարները բացառություններ չկան, բնությունը պահպանված է, ես բնությունը նկարում եմ այնպիսին, ինչպիսին ինքը ի սկզբանե կա։ Ասեմ, որ այնինչ ես նկարում եմ, ինձ տալիս է Աստված։ Ես փոխանցողն եմ, ես այնինչ տեսնում եմ։ 2 տասնյակից ավելի կտավներում հեղինակը գույների միջոցով ներկայացրել է իր ընկալումն ու վերաբերմունքը շրջապատող աշխարհի նկատմամբ, պատկերելով լեռներ, անտառներ, ծաղկաշատ դաշտեր։ Գյումրիում ծնված եւ մեծացած նկարիչը ստեղծագործական ճանապարհը սկսել է դեռ 6 տարեկանից։ 12-13 տարեկանից երբ հասկացել եմ, որ գույները իմ մոտ ավելի լավ են խոսում, քան բառերը, սկսել եմ գույնի միջոցով մարդկանց հետ շփվել։ Ներկայացված աշխատանքներում գույները ոչ միայն պատկերում են հրաշագործ բնություն, այլև փոխանցում տրամադրություն, էմոցիա եւ հիշողություններ։ Վաչագան Պողոսյանը վստահ է, արվեստն օգնում է նորովի բացահայտել մեզ շրջապատող աշխարհն ու մարդ-բնություն խորը կապը։ Ճիշտ է, ես շատ ավելի շատ վառ երանգներով եմ նկարում, բայց իհարկե ունեմ տարբեր երանգներով, տարբեր գույներով նկարված նկարներ։ Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն արվեստի լեզվով բացահայտել բնության գեղեցկությունը, այլ ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի պահպանությանը։ Այստեղ պատկերված է մարդը եւ թռչունը։ Թռչունը, ճիշտ ասած, պատկերել եմ ակրավի տեսքով, ինչի համար, որ ակրավները լինելով ավելի երկարակյաց, միևնույն է, մարդը պետք է պահպանի այդ բնությունը, որ իրենք կարողանան ավելի երկար ապրել։ Աշխատանքներին ծանոթանալուց բացի ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն նաև շփվելու հեղինակի հետ, լսելու յուրաքանչյուր կտավի ստեղծման պատմությունը։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։